Ցելի հեռուստադիտողներ նորից հիշեցնեմ, որ գովազդների պրոֆեսիոնալ պատրաստման եւ նկարահանման կարող եք զանգահարել եւ վստահել մեզ 818-540-5405 հեռախոսահամարով եւ նկարահանումները հիշեցնեմ, որ կազմակերպում է Ray Production-ը, հատուկ շնորհակալություն նրանց, իսկ լիմուզինի համար խնդրեմ կարող եք զանգահարել հենց այս հեռախոսահամարին եւ վայելել։ Աղաս ջան, ինձ ասել են, որ անեկդոտների հետ էլ սեր ունես։ Ճիշտ են ասել, թե էլի սուտ ու տենց։ Այդտեղ շատ սեր չունեմ, բայց ոչինչ էլի։ Դե հա, չեմ ասում։ Մեծամասնությամբ անեկդոտները Հայաստանի վերաբերյալ, ասենք աբարանցիների կամ քյավառցիների։ Մեր հարազատները։ Հա, մեր հարազատները։ Դե գնացինք, մի որովից է մի նոր հետաքրքիր մի բան։ Պատմում է Աղասի Իսպիրյանը։ Մի անգամ Հով ջան, երբ աշխատում եմ ռեստորանում, Երգիր ռեստորան։ Իրական ուրեմն դեպք։ Իրական դեպք, հա։ Սա 2 տարի առաջ է եղել, մոտավորապես Երգիր ռեստորան կա Հայաստանում, հիմա չկա, արդեն փակվել է։ Այդ ռեստորանում ուրեմն ասեմ ժողովուրդը որ գալիս էին քեֆ ուրախություն անելու, մեծամասնությամբ մշեցիներ, սասունցիներ, աբարանցիներ, իրանք էին։ Եվրոպացիները չէին գա այդ ռեստորան, որովհետև այնտեղ երգերաշտությունը սա մշո սասնա երգերաշտություն էր։ Այդ էր սա։ Ուրեմն ես եի եւ մի հատ երգիչ ունեինք էլի մեր հետ, դե բնականաբար կիսով էինք երգում, կեսը ես, կեսը ինքը, որ չհոգնեինք, ես երգեցի ժողովուրդը մի 2-3 ժամ մոտավորապես լավ քոչարիներով բան սենց քեֆ արեցին, մոտիկացա այդ մեր երգչին, ասի մի քիչ էլ դու երգի, ես հանգստանամ, ես երգիչը էստրադային ինչ-որ սենց սկսավ անձրևներ, գիշերներ, էստրադային երգերով, հա, այնտեղ քարից թռավ երկու կա, քավ թռավ սրտիս մեջ, թե այդպես երգա, բայց էստրադային էր երգում, ուրեմն այս դեմի սեղանի վրա նստած էին աբարանցիներ, բեմի դեմը հենց երաժիշտների, բեղերով մշեցիներ էին, ուրեմն արդեն դե գինով ցած էին, քեֆները լավ էր, խմած էին, էլ չդիմացան, իրանց երգը չի էդ, իրանցը չի, սենց գլորվելով 2 հոգով սենց եկան թեթև մտած այդ երգիչի դեմը կանգնեց մեկը, ձեռը գցեց սենց գալստուկից բռնեց, ասեց «Տո լսիլը, դու ուրիշ երգ չգիտես ես, քարից թռավ 2 կակավ, մեր մշո երգերից երգի մի քիչ ուրախանակ էլ ասեց»։ Ես երգիչը ասեց «Արի աղաս, արի քո ժողովրդի մոտ ես հետում եմ ասել»։ Ես հենց նոր գիտեք ինչ զգացի, բացի այն, որ ասենք անգամ թեման չէ, որ խոսում են, ինձ մոտ ինչ-որ սենց հետաքրքիր զգացում ունեմ։ Ասեմ Հովիկ ջան, բոլոր երգերն էլ մեր ժողովրդի սեփականությունն են, բայց այդ հատվածի ժողովուրդը ունի տարբեր մի մշակույթ, որը որ խառնված չի որևէ մի Հայաստանի շրջանի երգարվեստի։ Ունի շատ յուրահատուկ ինքնատիպ իր մշակույթը։ Դրա համար սասունցիները եւ մշեցիները մենակ իրենց ոչն են սիրում։ Իրենցով են առաջ։ Լավ, Ներսիկ ջան, դու ինչ կառանձնացնես այդ հետաքրքիր պատմություններից, անեկդոտներից, որտեղ վստահ եմ, որ քո երկրպագուները երբևիցե երևի հնարավորություն չեմ ունեցել ձեզ լսելու։ Հովիկ ջան, ասեմ, որ կենցաղում եւ առօրյայում շատ դրվագներ են հանդիպում ինձ հետ, ասենք խանութ մտնելիս կամ որևէ միտեղ։ Այս վերջերս գնացի ուզում էի Սևանչիքնից հավ առնեի, տանեի ընտանիքով վայելելու, ուտելու մեկ էլ 2 պարսկահայ ընտանիք էին նստած այնտեղ, մի կնիկ նստած էր, մեկ էլ իրար հետ փսփսացին, խոսեցին, մեկ էլ այդ կինը ֆրանց ինձ ասեց «Ներողություն, դուք Ներսիկյանի Իսպիրն եք»։ Ասեցի, այո, ասեցի։ Արդեն պարզ էր մոտավորապես ինչի մասը։ Շատ սիրուն ես երգում, ասեցի շնորհակալ եմ։ Մի օր էլ խանութ մտա, առևտուր էի ուզում անեի ընտանիքի համար, մեկ էլ հերվից մի հատ կին տեսավ, ասեց Ղարաբաղը տեսահոլովակից են հիշել, տեսահոլովակից, լսում եմ աղաս ջան։ Մի անգամ երբ անցած տարի առաջի Սասնաերգիր, չէ, առաջի Սասնաերգիր նախագիծը երբ եկանք Հայաստան, ուրեմն Միացյալ Նահանգներ։ Այո, արդեն մի քանի օր անցել էր, հələ դեռ համբուրգը չէր սկսել, ես Ռուբենը որոշեցին գնայինք խանութ իրար հետ, մի քիչ գնումներ անեինք, շորեր մեզի առնեինք, հագուստ, հա։ Վերջը մեր տղերքից չեմ հիշում ով էր տարավ մեզ իջացեցին, դե ասես դուք գնումներ արեք, ես մի ժամից կգամ ձեզի կվերցնեմ։ Հիմա իջել ենք այդ մեծ մարքետ, այդ մոլը այդպես ման ենք գալի, մի մեծ ցելոֆանով sense շորերը ես վերցրեցի, մի մեծ էլի մի քանի հատ Ռուբենը, եկանք այդ
կասայի մոտ, հա, ոնց է, որ պետք է արդեն վճարենք, հա։ Հիմա ոչ ես գիտեմ անգլերեն, ոչինչ։ Ընդհանրապես չգիտես։ Ընդհանրապես ստիփած այդ վեշերը դրեցինք ու ունես փախանք են հետևով, որ մեզի չտելա, որտեվ լեզու չգիտենք, ով ջան։ Դա բայց անելու բան չկա, երբ անդամենը Դե չգիտեմ ոչինչ գիտեր, ոչ ես ու այդպես։ Բայց լավ, այսքան գնում գալիս եք, ամեն դեպքում գոնե hello։ Մի քիչ սովորել ենք արդեն, thank you։ Happy birthday, Մի քիչ։ Merry Christmas, բաներ կա, որ շատ կարևոր Դե է։ մեր հայերենը մեզի ավելի շատ է ձեր տալի, հով ջան։ Շնորհակալություն ձեզ, պարոնայք, շնորհակալություն, պարոն Իսպերյան, շնորհակալություն աղաս ջան։ Քեզնից էլ աղբերես։ Մենք այսօր պատրաստել ենք այսքանը, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հետևեցին եւ հետևելու են յուրաքանչյուր Կիրակի 10:30։ Ձեզ հետ մեր հովոն էր Ներսիկ Իսպերյանը եւ Աղաս Իսպերյանը։ Մնացեք բարիավ, կյանքի նայեք բարի աշկերով եւ ամեն ինչ այլ ավելի լավ կտեսնեք, քան դուք պատկերացնում եք, ստեսին։ Մշոդաշտերով գիկես նարե Նարե շորորած գնաց, էրգարի ճապով գնաց Չալեկ զուրն են պատմական, պարերը հայոց արնական Նարե շորորած գնաց, էրգարի ճապով գնաց Չալեկ զուրն են պատմական, պարերը հայոց արնական Հայուհի ես ասունցի, նարե, նարեյա Քեզ կգով է մշեցին, նարե, նարեյա Եղնիգի պես մանգուկաս, նարե, նարեյա Մշուդաշտերով գիկաս, նարե, նարեյա Հայուհի ես ասունցի, նարե, նարեյա Քեզ կգով է մշեցի, նարե, նարեյա Եղնիգի պես մանգուկաս, նարե, նարեյա Մշոդաշտերով գիկաս, նարե, նարեյա Հայուհի ես ասունցի, նարե, նարեյա Քեզ կգով է մշեցի, նարե, նարեյա Եղնիգի պես մանգուկաս, նարե, նարեյա Մշոդաշտերով գիկաս, նարե, 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 նարեյա Thank you.